Իսրայելի կողմից միջուկային զենքի տիրապետումը Մերձավոր Արևելքում խաղաղության հիմնական խոչընդոտն է, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Ժնևում ՄԱԿ-ի զինաթափման համաժողովի բարձր մակարդակի հատվածում իր ելույթի ժամանակ Իսրայելի միջուկային զինանոցը Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծման հիմնական խոչընդոտն է, ասել է փոխնախարարը։ Նա հավելել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։ Վերջինս ասել է, որ այն մշակվում է իրանական պարտավորությունների, ինչպես նաև Իրանի գաղափարախոսական և բարոյական սկզբունքների հիման վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Վենսը կարող են դառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանական իրավահաջորդները, հաղորդում է Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նախագահի երազանքը 2028 թվականի համար Վենս-Ռուբիո տանդեմն է, և որ անմիջապես պարզ լինի, որ Վենսն է գլխավորում, ասել է աղբյուրը։ Պարբերականը հաղորդում է, որ Վենսի շրջապատում կան մարդիկ, որոնք պատրաստ են կազմել իր 2028 թվականի նախագահական քարոզարշավի միջուկը, եթե ինքը առաջադրվի։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու և Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև 2022 թվականին տեղի ունեցած հեռախոսազրույցին ականատեսներ են եղել։ Ուկրաինայի առաջնորդն ինքն է այս մասին հայտարարել հարցազրույցում։ Նա պնդում է, որ այս զրույցի ընթացքում Լուկաշենկոն ներողություն է խնդրել և առաջարկել է պատասխան հարված հասցնել Գոմելի մարզի Մոզիրի նավթավերամշակման գործարանին, վախենալով Ուկրաինայի հնարավոր գործողություններից։ Նա ներողություն է խնդրել և շատ էր վախեցել, որ մենք կհարվածենք, և ասաց՝ «Դե շարունակեք, հակահարված տվեք նավթավերամշակման գործարանին», նշել է նախագահը։ Վերջինս այս զրույցի մանրամասները առաջին անգամ բացահայտել է անցյալ տարվա հունվարին Լեքս Ֆրիդմանի հետ փոդքասթում։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով 2022 թվականի փետրվարին տեղի ունեցած հեռախոսազրույցում Լուկաշենկոն պնդել է, որ որևէ կապ չունի Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության հետ և ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ հարավային ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, ընդգծելով, որ տվյալ հատվածում մարտական գործողությունները ընթանում են լարված պայմաններում։ Սիրսկու խոսքով ռուսական զորքերը տարբեր ուղղություններից շարունակում են ճնշում գործադրել ուկրաինական ստորաբաժանումների վրա։ Նա նշել է, որ հակառակորդը կիրառում է փոքր գրոհային խմբեր ներթափանցման համար, ինչպես նաև ակտիվորեն օգտագործում է հրետանի, անօդաչու թռչող սարքեր և զրահատեխնիկա։ Կիմ Չեն Ընը վերընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում։ ԿԱԿ 9-րդ համագումարը լիովին աջակցել և հաստատել է Կիմ Չեն Ընի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու հարգալից առաջարկը։ Սա ներկայացնում է վերջին 5 տարիների պայքարի պատմության գնահատական, որի ընթացքում տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ և ձեռք են բերվել մեծ արդյունքներ։ Կիմ Չեն Ընի սուրբ անունը, որը ամենահաղթող դրոշն է, արտացոլում է ամբողջ ԿԺԴՀ ժողովրդի ընտրությունն ու կամքը։ Համագումարը ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ամենանշանակավոր քաղաքական գործիչն է, ով անսովոր գաղափարախոսական և տնտեսական իմաստությամբ, արտակարգ առաջնորդական ուժով և ազնիվ ազգային որակներով ԿԱԿ-ն ու ԿԺԴՀ ժողովրդին առաջնորդում է հաղթանակի միասնական ճանապարհով և հսկայական ծառայություն է մատուցել երկրին, հեղափոխությանը, դարաշրջանին և պատմությանը։ Միացյալ Նահանգները օգնել է Մեքսիկայի հետախուզական ծառայություններին Խալիսկո նոր սերունդ թմրակարտելի առաջնորդ Էլ Մենչոյի սպանության գործում։ Այս մասին հաղորդել է Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով գործողությունն իրականացվել է մեքսիկական զինվորականների կողմից ԱՄՆ-Մեքսիկա համատեղ աշխատանքային խմբի մասնակցությամբ։ Այս կառույցը Պենտագոնի կողմից ստեղծվել է անցյալ տարվա հունվարին թմրակարտելների դեմ պայքարի համար։ Այն գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգում և բաղկացած է հետախուզության, իրավապահ մարմինների և ԱՄՆ զինվորականների ներկայացուցիչներից։ Աշխատանքային խումբը պարբերաբար համագործակցում է Մեքսիկայի զինվորականների հետ։ Մասնավորապես այն հավաքում է տեղեկատվություն ԱՄՆ-ում և Մեքսիկայում գործող թմրակարտելների մասին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը կրկին ներքաշվում է անխոհեմ սպառազինության մրցավազքի մեջ, այդ թվում միջուկային ոլորտում։
Նրա խոսքով Եվրոպայում անվտանգությունը ապահովող նախկին զսպումների եւ հակակշիռների համակարգը քանդվել է, իսկ արևմտյան երկրները խթանում են ռազմական հիստերիան, ավելացնելով պաշտպանական ծախսերը եւ արագացնելով ռազմականացումը։ Լուկաշենկոն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը հիշեցնում է երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը եւ կոչ է արել անել ամեն ինչ նոր համաշխարհային բախումը կանխելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։ Որոշման մեջ ասվում է, ղեկավարվելով քաղաքացիական ծառայության մասին օրենքի 14.1 հոդվածի առաջին մասով 16-րդ հոդվածի առաջին մասով Դավիթ Վարդանի Մաթևոսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին այդ պաշտոնից ազատվել էր Էդգար Գևորգյանը։ Համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել։ Այս անգամ 55-ամյա մի կին է հայտնվել իրավապահների թիրախում։ Փաստաբան Արտակ Մովսիսյանը իր պաշտպանյալի ազդական տվյալները չի հրապարակել, միայն նշել է, որ կինը ախուրյանցի է ու ընդդիմադիր մեր ձևով շարժման համակիր, հաղորդում է Ազատությունը։ Կնոջի մեղադրանք է առաջադրվել, դատարանը մեկամսյա կալանք է սահմանել։ YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կարծում է, սա լավ լուր է նրանց համար, որոնք մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել։ Թերևս նկատել եք, որ Հայաստանում YouTube-ի հոլովակների արանքում սկսել են ի հայտ գալ գովազդային հոլովակներ, սա նշանակում է, որ պայմանավորվածության համաձայն YouTube-ը սկսում է Հայաստանում մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը եւ հիմա թեստավորման աշխատանքներ են տեղի ունենում։ Սա լավ լուր է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել, այսինքն այդ երևացող գովազդներ նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաեւ գումարներ վաստակել։ Պայմանագրային զինծառայող ԱՄՆ-ին ծեծի ենթարկելու գործով կա երկու մեղադրյալ, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Դեպքի արդիվ 2026 թվականի փետրվարի 6-ին քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որին միացվել է նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնված եւս երկու քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է, հայտնել են քննչական կոմիտեից։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ներգաղթային վիզայի դիմորդների համար։ Հայտարարության մեջ ասվում է, ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից։ Բուժզնումն անցնելը պարտադիր է ներգաղթային վիզայի դիմելու համար։ Հայաստանը ներկայումս մտել է ընտրական փուլ։ Հունիսին Հայաստանում ընտրություններ են, իսկ գործող իշխանությանը պարզապես ձեռնտու չէ ամբողջությամբ եւ միանգամից խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ներկայացնելով հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ 2025-ի արդյունքները, Եվրամեդիա 24-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Կոմբլյովան, պարզաբանելով. Այս դեպքում ոչ միայն տնտեսական տեսանկյունից կորուստները մեծ կլինեն, այլև ռուսամետ ընտրազանգվածի կորստի տեսանկյունից։ Այն ընտրազանգվածի, որը մի կողմից կարծես թե դեմ չէ եվրոպական վիզա ունենալուն, ազատորեն Եվրոպա մեկնելուն եւ եվրոպական վարկեր կամ ներդրումներ ստանալուն, բայց միաժամանակ չի ցանկանում կորցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որովհետեւ այնտեղ ունեն հարազատներ, ընկերներ, գուցե երեխաները սովորում են այնտեղ։ Ամբողջ ռուսական ենթակառուցվածքը ինչ որ կերպ նրանց հետ կապված է։ Հետևաբար, Ռուսաստանի Դաշնության հետ կապերի արագ խզումը կնշանակի ռուսամետ ընտրազանգվածի կորստի ռիսկ, եւ դա կարող է վերաբերել ոչ միայն հասարակ ընտրողներին, որոնք անձնական քաղաքացիական կապերով կապված են Ռուսաստանի հետ, այլև խոսքը բիզնեսների մասին է, որոնք եկամուտ են ստանում Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ բիզնեսների հետ կապերի խզումը կամ նրանց հակառակորդ դարձնելը, եթե նրանք զրկվեն իրենց շահույթից, նույնպես բացասաբար կանրադառնա գործող իշխանության ընտրական դիրքերի վրա։ Այսպիսով, իմ զուտ անձնական կարծիքով, այստեղ կա երկու գործոն՝ տնտեսությունը, որը հնարավոր չէ արագորեն խզել, եւ ընտրական հաշվարկը։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին 2000-ից 2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունում եւ ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 14 անշարժ գույք, 6 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, բանկերում ներդրված 792,000 դրամ եւ 24,000 ԱՄՆ դոլար ավանդ, 5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք, 270 միլիոն 151,000 դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 796 միլիոն 825,000 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1,8 անգամ։ Այս մասին տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից։ Ընդհանուր դեպքերի գրեթե 81,3%-ը կազմում են մինչև 18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել մինչև 4 տարեկանների շրջանում։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մադլենա Մարգարյանի երդման արարողությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ մաղթել հաջողություններ։ Մեքսիկայում Խալիսկո նոր սերունդ թմրակարտելի առաջնորդ Ռուբեն Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որը հայտնի է նաև որպես Էլ Մենչո, չեզոքացվել է հատուկ գործողության ժամանակ։ Նա մահացել է Մեխիկո քաղաքի հիվանդանոց ուղղաթիռով տեղափոխվելիս։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հատուկ գործողության ընթացքում զինվորականները հարձակման են ենթարկվել եւ նրանք պաշտպանվելով պատասխան կրակ են բացել։ Հանցագործ խմբի 4 անդամներ տեղում մահացել են, 3-ը ծանր վիրավորվել են եւ մահացել Մեխիկո ուղղաթիռով տեղափոխման ժամանակ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Որոշ ուկրաինացի առաջնորդների համար ռազմական գործողությունների շարունակությունը իրենց սեփական կյանքի շարունակությունն է։ Երբ մարտական գործողությունները ավարտվեն, նրանք կարող են կախաղան բարձրացվել իրենց սեփական ժողովրդի կողմից։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս պետության որոշ առաջնորդների համար, անկախ նրանից, թե ինչպես ենք նրանց անվանում, անկախ դրանից, թե ինչ մագդիրներ ենք տալիս նրանց, մենք հասկանում ենք, որ ռազմական գործողությունների շարունակությունը անկեղծ ասած իրենց սեփական կյանքի շարունակությունն է, ասել է պաշտոնյան։ Զելենսկին իր արևմտյան գործընկերներին առաջարկել է իրենց ռազմական զորակազմը տեղակայել Ուկրաինա եւ Բելարուսի սահմանին։ Երբ ես խոսում եմ առաջնագծի մասին եւ ես խոսում եմ Լեհաստանի կամ մեր Բալթյան հարևանների մասին, ես նրանց ասում եմ. ինչու չպետք է ձեր զորակազմը տեղակայվի Ուկրաինայի եւ Բելարուսի սահմանին, ասել է նախագահը։ Հարցին, թե արդյոք նման համաձայնագիր արդեն ձեռք է բերվել, նա պատասխանել է, որ դեռ պատասխան չկա։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կցանկանար տեսնել օտարերկրյա զորակազմի տեղակայում առաջնագծին ավելի մոտ։ Վերջինիս խոսքով Կիևը այժմ ելնում է այն համաձայնագրից, որի համաձայն Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան յուրաքանչյուրը կներդնեն մեկական բրիգադ կամ 5000 զինվոր։ Նա հավելել է, որ այլ երկրներ նույնպես պատրաստակամություն են հայտնել զորքեր ուղարկել, սակայն նրանց անունները չեն նշել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան երկրները պետք է կենտրոնանան Ռուսաստանին զսպելու, այլ ոչ թե նրան եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինին հաճոյանալու փորձերի վրա։ Իմ կարծիքով նրանք պետք է զսպեն ռուսներին, այլ ոչ թե փորձեն նրանց հաճոյանալ, որովհետեւ նրանք միևնույն է կխաբեն։ Նրանք միայն իրենց մասին եւ իրենց շահերի մասին են մտածում, հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահը հետաքրքրված չէ հակաբարտությունը դադարեցնելով, սակայն ինչպես նշել է վերջինս, միայն այն, որ նա չի ուզում, չի նշանակում, որ նա դա չի անի ճնշման դեպքում։ Վոլոդիմիր Զելենսկին հնարավոր է հորինել է Կիևի եւ Մոսկվայի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերջնաժամկետը։ Հաղորդում է The American Conservative ամսագիրը։ Հոդվածում ընդգծվում է, որ խաղաղության կարգավորումը պահանջում է ոչ միայն սեփական օրակարգում ռազմական գործողությունների ավարտի ամսաթիվը նշելը,
Միևնույն ժամանակ ըստ Զելենսկու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց դա էլ արել է, իբրև թե խաղաղությունը պլանավորելով գարնանը։ Հրապարակումը նշում է, որ նոր վերջնաժամկետը կարող է արժանանալ նախորդների ճակատագրին։ Ավելին, հնարավոր է, որ Զելենսկու խոսքերը սխալ լինեն եւ Ուկրաինայի նախագահը ինքը հորինել է խաղաղության վերջնաժամկետը, կանխելու համար ռուսական զորքերի կողմից գարնանային զանգվածային հարձակումը, ինչից վախենում է Կիևը։ Ուկրաինան դուրս չի բեր իր զորքերը Դոնբասի Ուկրաինայի կողմից վերահսկվող մասից, քանի որ դա կբաժանի հասարակությունը եւ չի հանգեցնի հակամարտության դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրան հիշեցրել են իր այն հայտարարության մասին, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը պահանջում են, որ Կիևը դուրս գա Դոնբասից, եւ հարցրել են, թե արդյոք սա հիմնավորված քայլ կլինի։ Ես դա այլ կերպ եմ տեսնում։ Ես դա տեսնում եմ ոչ միայն որպես տարածքային հարց, այլ որպես մեր դիրքերից հրաժարում եւ թուլացում, մեր 100 հազարավոր քաղաքացիների մերժում, ովքեր ապրում են այնտեղ, եւ ես վստահ եմ, որ նման քայլը կբաժանի մեր հասարակությունը, հայտարարել է Զելենսկին։ Նա նաեւ պնդել է, որ նման սցենարը կհանգեցնի միայն ժամանակավոր հրադադարի։ Ռուսաստանի հաղորդակցությունների զարգացման ազգային ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վալենտինա Գոմլյովան Եվրամեդիա 24-ի եթերում խոսելով ռուս եւ միջազգային փորձագետների կողմից օրերս անցկացված հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ 2025-ի արդյունքների մասին հայտարարել է. Մամուլի մասին օրենքը Հայաստանում խստացվել է։ Կարող եմ ասել, որ վերջին 1 տարվա ընթացքում գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում լրատվամիջոցների, ՀԿ-ների եւ կրոնական ոլորտի նկատմամբ պետական վերահսկողությունը աճել է, գրեթե բոլոր երկրներում։ Հայաստանի դեպքում պետությունն ինքն է նեղացնում Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցման հնարավորությունները, հատուկ քաղաքական օրակարգի, ռուսական հաղորդակցման ուղիների նկատմամբ ընտրողական մոտեցման եւ քաղաքական գործունեության հնարավորությունները նեղացնելու միջոցով։ Սա Ռուսաստանի ազդեցության կորստի վերլուծություն չէ, սա վերլուծություն է այն մասին, թե ինչպես Ռուսաստանը այլևս Հայաստանի գերակա գործընկերը չէ եւ այլևս գերիշխող ուժ չէ։ Երկիրը կառուցում է բազմավեկտոր քաղաքականություն, իսկ գերիշխող էր, իհարկե, Խորհրդային Միության փլուզումից հետո։ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Քաղաքականությունը մեծ մասամբ դեռևս միավեկտոր է, ուղղված դեպի Ռուսաստան։ Ռուսաստանի Դաշնությունից դեռևս շատ բարձր կախվածություն կա։ Իհարկե, դեռ որոշ ժամանակ Ռուսաստանը մնաց որպես գերիշխող ուժ։ Այսօր Հայաստանում տարբեր աշխարհաքաղաքական գործիչների միջև կատաղի մրցակցության պայմաններում Ռուսաստանը դառնում է ընդամենը նրանցից մեկը, ասել է Վալենտինա Կոմլյովան։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի խոսքով որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային հարցի շուրջ ենթադրաբար կնքվելիք ժամանակավոր համաձայնագրի մասին իրականությանը չեն համապատասխանում։ Միացյալ Նահանգների ժամանակավոր համաձայնագրի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները որևէ հիմք չունեն, հայտնել է խոսնակը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ երկու կողմերը այժմ գաղափարներ ձևակերպելու գործընթացում են։ Բաղային ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է դիվանագիտական ուղիներ փնտրել, քանի դեռ տեսնում է հնարավոր արդյունք։ Մարդու իրավունքները աշխարհի տարբեր մասերում ծանր ճնշման տակ են, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, նշելով միջազգային իրավունքի խախտումները եւ քաղաքացիական բնակչության ծանր կորուստները Սուդանում, Գազայում եւ Ուկրաինայում։ Իրավունքի իշխանությունը նահանջում է ուժի իշխանության առջև, ասել է Գուտերեշը։ Նա ընդգծել է, որ անդամ պետությունները չպետք է մարդու իրավունքները դիտարկեն ընտրովի, վերցնելով միայն այն սկզբունքները, որոնք իրենց ձեռնտու են։ Վերջինս պաշտպանել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգը, որը ներկայում ճգնաժամի մեջ է, ֆինանսավորման կրճատումների, որոշ փորձագետների վրա հարձակումների եւ ԱՄՆ-ի կողմից կարևոր միջազգային մեխանիզմներից դուրս գալու պատճառով մարդասիրական կարիքները աճում են, իսկ ֆինանսավորումը նվազում է, ասել է նա։ Ուկրաինայում հակամարտությունը սրելու համար պատասխանատու արևմտյան երկրները հիմարություն են անում, հրաժարվելով Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունից։ Նման կարծիք է հայտնել Շվեյցարիայի ազգային խորհրդի նախկին անդամ Ռոջեր Կեպելը։ Նա հարցրել է, թե ինչու է անհրաժեշտ հրահրել եւ նյարդայնացնել ռուսական արջին, նրա աչքին տակ երկաթե ձողով խփելով։ Նրա խոսքով Ուկրաինայում հակամարտություն հրահրելը, որը այդքան դժվար է լուծել, լիակատար հիմարություն է։ Միգուցե մենք պետք է խոսենք ռուսների հետ, փոխանակ թույլ տալու, որ մեզ ճնշի Կիևի քարոզչությունը։ Ուկրաինան շրջապատող այս պաշտամունքը, որը պարզապես օբյեկտիվորեն անհիմն է, փոխանակ նախագահ Զելենսկուն սրբացնելու, առաջարկել է Կեպելը։
Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի սահմանափակ հարվածը դիտարկելու է որպես ագրեսիայի ակտ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իրանը ներկայում մշակում է իր մոտեցումը եւ հույս ունի առաջիկայում նոր բանակցությունների հերթական փուլ անցկացնել ԱՄՆ-ի հետ։ Յուրաքանչյուր բանակցային գործընթաց պահանջում է համատեղ քայլեր եւ արդյունքների համար կա հույս, եթե երկու կողմերն ունեն նպատակասլացություն եւ ազնվություն, ասել է խոսնակը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը պայքարում է իր ապագայի ճշմարտության եւ անկախության համար։ Նա նշել է, որ Կրեմլում հավաքվել են ոչ միայն բարձր պատրաստվածության զինվորականներ, այլ հրամանատարներ, որոնք ռազմական գործողության սկզբից ի վեր կռվում են իրենց զինվորների կողքին եւ կիսում բոլոր փորձությունները։ Նրա խոսքով ռուս զինծառայողները ցուցաբերում են համախմբված եւ հստակ աշխատանք, իսկ նրանց խիզախությունը եւ վճռականությունը հնարավորություն են տվել հաջողությամբ իրականացնել գործողություններ առավել լարված ուղղություններով։ Նախագահը նաև շնորհավորել է զինվորականներին հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնելով ծառայության եւ երդման նկատմամբ հավատարմության համար։ Նա աջակցություն է փոխանցել զինվորների ընտանիքներին։ Հայրենիքի պաշտպանի օրվա նախօրեին Տյումենի մարզի հայ համայնքի ղեկավար Ռուսաստանի վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը շնորհավորական ուղերձ է հղել, ընդգծելով ռուս եւ հայ ժողովուրդների անբաժանելի ռազմական եղբայրությունը դարերի ընթացքում։ Նա նշել է, որ փետրվարի 23-ը տոն է ոչ միայն պրոֆեսիոնալ զինվորականների, այլև բոլոր նրանց համար, ովքեր գիտակցում են իրենց պատասխանատվությունը երկրի ճակատագրի եւ նրա պատմական ժառանգության համար։ Իր ելույթում Հովեյանը հիշեցրել է, որ հայերը դարեր շարունակ ռուս ժողովրդի հետ կիսել են պատերազմական տարիների բոլոր դժվարությունները, Պետրոս Մեծի արշավանքներից մինչև ժամանակակից մարտահրավերները։ Ռուսներն ու հայերը եղբայրական ժողովուրդներ են, որոնք բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը միմյանց նկատմամբ մարտադաշտում։ Երբ թշնամին կանգնած էր Մոսկվայի պատերի մոտ 1941 թվականին, Հայաստանում ստեղծված 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան կռվել է մայրաքաղաքի պաշտպանների շարքերում։ Այն Կովկասից երթով անցել է Բերլին եւ իր դրոշը բարձրացրել Ռեյխստագի վրա։ Իմ հայրենակիցները զոհվել են նույն հողի վրա, որի համար զոհվել են Տյումենի եւ Սմոլենսկի ռուս տղաները։ Այս հիշողությունը աբստրակցիա չէ, դա մեր գենետիկ կոդն է, ասել է Աբրահամ Հովեյանը։ Իր շնորհավորական ուղերձում նա նաև անդրադարձել է ժամանակակից աշխարհաքաղաքական օրակարգին, ընդգծելով միասնության կարևորությունը արտաքին սպառնալիքների դեմ պայքարում։ Այսօր, երբ կոլեկտիվ արևմուտքը փորձում է պառակտել հետխորհրդային տարածքի ժողովուրդներին, մեր խնդիրն է պահպանել հենց այդ կապերը, որոնք կերտվել են մեր ընդհանուր խրամատներում։ Պատմությունը վերաշարադրելու խորհրդային զինվորի դերը նվազեցնելու, եղբայրական ազգերին միմյանց դեմ հանելու փորձերը, սա ոչ միայն տեղեկատվական պատերազմ է, այլև հարձակում մեր ընդհանուր քաղաքակրթության գոյության վրա։ Հետևաբար ինձ համար եւ Տյումենում եւ ամբողջ Ռուսաստանում ապրող հազարավոր հայերի համար այսօր հայրենիքի պաշտպանությունը նաեւ ճշմարտության պաշտպանություն է, ճշմարտություն այն մասին, թե ով եւ ինչ գնով ազատագրեց աշխարհը նացիզմից, հավելել է Հովեյանը։ Եզրափակելով Աբրահամ Հովեյանը ջերմ խոսքեր է ուղղել զինծառայողներին, վետերաններին եւ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին։ Սիրելի բարեկամներ, մաղթում եմ ձեզ տոկունություն, խաղաղություն ընտանիքներում եւ վստահություն ապագայի նկատմամբ։ Թող մեր երեխաները երբեք պատերազմ չապրեն, այլ միշտ հիշեն, թե ում են պարտական իրենց կյանքով։ Շնորհավոր հայրենիքի պաշտպանի օրը, նշել է Աբրահամ Հովեյանը։ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, հայտնել է Սպիտակ տան Բիլդի աղբյուրը։ ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Ջոն Կիրիակուն պնդում է, որ ռազմական հարվածի որոշումն արդեն ընդունված է։ ՖԿ-ը կոչելով Սպիտակ տան իր աղբյուրին, նա հայտարարել է, որ հարձակումը տեղի կունենա երկուշաբթի կամ երեքշաբթի։ Ըստ նրա, այս հարցով Թրամփի կառավարությունում երկու ճամբար է ձևավորվել։ Հարված հասցնելուն դեմ են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ ԱՄՆ հետախուզական ծառայությունների վերահսկողության ղեկավար Թալսի Գաբարդը։ Հարվածի կողմնակիցներն են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, ինչպես նաև ԱՄՆ զու գլխավոր շտաբի պետերի միացյալ կոմիտեն, որը խորհրդատվություն է տալիս նախագահին եւ պաշտպանության նախարարին ռազմական հարցերում։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է մշակել գործողությունների ծրագիր իր սպանության եւ ԱՄՆ-ի հետ ռազմական հակամարտության ժամանակ երկրի կառավարման համակարգի հնարավոր խափանման դեպքում։ Այս մասին հայտնել է New York Times-ը, հղում անելով Իրանի 6 բարձրաստիճան պաշտոնյաների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների։ Ըստ թերթի Խամենեին որոշակի լիազորություններ է վերապահել վստահելի անձանց նեղ շրջանակին եւ հրամայել է ստեղծել բազմաշերտ իրավահաջող
հաջորդության համակարգ ռազմական եւ քաղաքացիական ղեկավարությունում։ Առաջնորդներին հանձնարարվել է գերագույն առաջնորդի հետ կապի խզման կամ նրա մահվան դեպքում ընտրել մինչև 4 պոտենցիալ տեղակալների։ Նա կարևոր որոշումների համակարգումը վստահել է խորհրդարանի նախկին խոսնակ եւ գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Ըստ պարբերականի վերջին ամիսներին նրա ազդեցությունը աճել է, նաև վերահսկում ներքին անվտանգության հարցերը, դաշնակիցների հետ կապերը եւ մասնակցում Վաշինգտոնի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Մոսկվան միջոցներ կձեռնարկի, եթե Էստոնիայի տարածքում տեղակայվի Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային զենք։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եթե Էստոնիայի տարածքում լինի մեզ վրա թիրախավորված միջուկային զենք, ապա Էստոնիայի տարածքը կթիրախավորվի մեր միջուկային զենքով, եւ Էստոնիան պետք է դա հստակ հասկանա, ասել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան միշտ կանի անհրաժեշտ ամեն ինչ իր անվտանգությունն ապահովելու համար, առավել ևս միջուկային զսպման ոլորտում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի սպառնում եվրոպական երկրներին։ Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Էստոնիան պատրաստ է իր տարածքում տեղակայել միջուկային զենք։ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Չինաստանը մշակում է նոր սերնդի միջուկային զենք եւ վերջին տարիներին առնվազն մեկ գաղտնի փորձարկում է իրականացրել իր զինանոցը արդիականացնելու շրջանակներում։ Այս մասին CNN-ին հայտնել են աղբյուրներ, որոնք ծանոթ են ամերիկյան հետախուզության գնահատականներին։ Նրանց տվյալներով Վաշինգտոնում կարծում են, որ Պեկինը մշակում է հրթիռներ, ինչպես նաեւ փոքր հզորության տակտիկական միջուկային զենք, որը կարող է կիրառվել մասնավորապես Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության դեպքում։ Վաշինգտոնում նաև ենթադրել են, որ փորձարկումները վերսկսելու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Չինաստանը չունի բավարար գործնական տվյալներ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ։ Նրանք ունեն բոլորովին նոր սերնդի զենք, որի համար համապատասխան տվյալների բազա չունեն, նշել է CNN-ի աղբյուրներից մեկը։ Պենտագոնը հայտարարել է, որ չի մեկնաբանում ենթադրյալ միջուկային փորձարկումների վերաբերյալ հետախուզական գնահատականները, իսկ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ Լյու Պենյույը ասել է, որ ԱՄՆ-ն խեղաթյուրում եւ սևացնում է Չինաստանի միջուկային քաղաքականությունը։ Գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի պատվիրատուներն ուկրաինական հատուկ ծառայություններն են։ Երևում է նաև բրիտանական հետքը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Նրա խոսքով վերջին շրջանում արդեն շատ բան է արվել մահափորձի հետաքննության համար։ Գրեթե բոլոր մասնակիցներն ու պատվիրատուները պարզվել են, ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք կապ ունեն դրա հետ։ Մեկ քաղաքացի կարողացել է փախչել եւ թաքնվել Ուկրաինայում։ Մենք հստակ հասկանում ենք, որ կազմակերպիչները ուկրաինական հետախուզական ծառայություններն են, իսկ նրանց հետևում կանգնած են երրորդ երկրներ, ինչի մասին մենք նախկինում խոսել ենք։ Այն է, ուկրաինական հետախուզական ծառայությունները գործում են արևմտյան հետախուզական գործակալությունների հսկողության կամ վերահսկողության ներքո։ Մենք այստեղ տեսնում ենք առաջին հերթին բրիտանական հետք, ասել է Բորտնիկովը։ Հիշեցնենք, փետրվարի 6-ին Մոսկվայի բնակելի շենքում մահափորձ էր կատարվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ։ Վերջինս հոսպիտալացվել էր։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում փետրվարի 24-ին 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 25-ի ցերեկը 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 26-ին կեսօրից հետո 27-ից 28-ին սպասվում են տեղումներ, գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում փետրվարի 24-ից 25-ին 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ից ցերեկը 27-ից 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ից 28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։